Գաղտնիք չէ, որ հանրային շահերի պաշտպանությունը դեռևս ծագել է հռոմեական իրավունքից եւ երրորդ անձանց համար հանդիսանում է շահերի պաշտպանության մեխանիզմ եւ ներկայումս էլ միավորումների եւ կազմակերպությունների կողմից երրորդ անձանց իրավունքների կոլեկտիվ պաշտպանությունը նույնին actio popularis սկզբունքը գործող մեխանիզմ է հանդիսանում եվրոպական մի շարք երկրներում եւ այդ մեխանիզմի արկայությունը մասնավորապես կարեւորվում է խոցելի խմբերի իրավունքների կոլեկտիվ պաշտպանության իրականացնելու համատեքստում եւ ավելին կազմակերպությունների կողմից հանրային շահերի պաշտպանության իրականացումը այս կամ այն սահմանադրական ամրագրումն է ստացել եվրոպական մի շարք երկրների սահմանադրություններում, օրինակ Պորտուգալիայում, Խորվաթիայում, Իսպանիայում, Հունգարիայում եւ նաեւ սահմանվում են օրենսդրորեն որոշակի պահանջներ, որոնց պետք է համապատասխանի հասարակական կազմակերպությունը, որպեսզի կարողանա իրականացնել երրորդ անձանց շահերի կոլեկտիվ պաշտպանություն եւ անդրադառնալով Հայաստանի Հանրապետության կարգավորումներին նախ պետք է այստեղ նշել, որ հիմքը դրվել է դեռևս 2010 թվականին Սահմանադրական դատարանի կողմից թիվ ՍԴՕ 906 որոշմամբ, որով նախանշվել են հասարակական կազմակերպությունների դատավարական իրավասուբյեկտության ընդլայնման ուղղությունները, մասնավորապես այս որոշման շրջանակներում Սահմանադրական դատարանը գտել է, որ Հայաստանի Հանրապետության վարչական դատավարության օրենսգիրքը շահագրգիռ հասարակական կազմակերպություններին, այսինքն այն կազմակերպություններին, որոնք իրենց կանոնադրություններով օժտված են համապատասխան իրավասություններով, որպես իրավաբանական անձ կարող է սահմանել տվյալ ոլորտներում անձանց խախտված իրավունքների պաշտպանության կոլեկտիվ դատարան դիմելու իրավունքի իրացման դեպքերը եւ կարգը հաշվի առնելով actio popularis սկզբունքի եվրոպական զարգացման միտումները եւ արդեն անցել է շուրջ 15 տարի այս ՍԴ որոշումից եւ տեսնենք ինչ ունենք այս պահին, որոշակի կարգավորումներ ունենք, սակայն այդ կարգավորումների հետ կապված կան երկու խումբ խնդիրներ։ Առաջինը այն է, որ թեև հասարակական կազմակերպությունները ունեն օժտված են իրավասությամբ դիմելու կոլեկտիվ շահերի պաշտպանության դատարան, սակայն ոլորտները խիստ սահմանափակ են, ընդամենը երկուսն են եւ երկրորդ խնդիրն էլ այն է, որ այն կարգավորումները, որ կան այդ երկու սահմանափակ ոլորտում, շատ խիստ պահանջներ են նախատեսում հասարակական կազմակերպությունների համար, որի արդյունքում դժվար է լինում իրացնել այդ իրավունքը։ Առաջին խնդիրը ավելի մանրամասն է, այս պայն հասարակական կազմակերպությունների մասին օրենքի 16-րդ հոդվածի համաձայն երկու ոլորտ են սահմանված, որով կարող են դիմել դատարան հասարակական կազմակերպությունները կոլեկտիվ շահերի պաշտպանության իրականացման համար։ Առաջինը դա շրջակա միջավայրի պահպանության ոլորտն է եւ երկրորդը դա հաշմանդամություն ունեցող անձանց խախտված իրավունքների խտրականության բացառման ոլորտն է։ Եվ այս կապակցությամբ պետք է նշել, որ դեռևս 2018 թվականին նաեւ իդրաֆտ հարթակով հանրային քննարկման էր դրված մեկ նախագիծ, որով նախատեսվում էր, որպեսզի հասարակական կազմակերպություններին մեկ այլ իրավասություն տրամադրվի, որով կարողանան նաեւ ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի իրավաչափության վիճարկման դիմում ներկայացնելու իրավունք ունեցող անձանց շրջանակներում ընդլայնվել։ Սա ողջունելի նախաձեռնություն էր, սակայն նա այդպես էլ մնաց թղթի վրա եւ ի կատարչացվեց։ Եվ այս պահին, եթե մենք նայենք միջազգային միտումները, միջազգային իրավունքի միտումները մի շարք ոլորտներում կարող են հասարակական կազմակերպությունները իրականացնել կոլեկտիվ պաշտպանություն իրենց շահառուների, օրինակ սպառողների իրավունքները կամ առևտրային իրավունքը, հանրային առողջությունը, մշակութային ոլորտը, մասնավորապես մշակութային ժառանգության գործերով, նաև արհեստակցական միությունները եւս կարող են իրենց աշխատողների կոլեկտիվ իրավունքների շահերի պաշտպանության համար դիմել դատարան եւ մեր օրենսդրությամբ այս կարգավորումները նախատեսված չեն։ Ինչպես նշեցի, երկրորդ խումբ խնդիրները վերաբերվում էր նրան, որ գործող ոլորտներում էլ խիստ պահանջներ են նախատեսված հասարակական կազմակերպությունների համար, որպեսզի վերջինս կարողանան իրականացնել այս actio popularis սկզբունքը։ Անդրադառնանք նախ շրջակա միջավայրի պահպանության ոլորտին, 3 պահանջ է նախատեսված։ Առաջինը, որ հայցադիմումը, որ նրանք ներկայացնում են, պետք է բխի կազմակերպության կանոնադրական նպատակներից եւ խնդիրներից եւ ուղղված լինի կազմակերպության շահառուների, կազմակերպության կանոնադրային նպատակների
պահանջների հետ կապված կոլեկտիվ շահերի պաշտպանությանը։ Երկրորդ կետը այն է, որ հասարակական կազմակերպությունները պետք է շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման եւ փորձաքննության մասին ՀՀ օրենքի շրջանակներում մասնակցած լինեն հիմնադրույթային փաստաթղթերի կամ որոշակի գործողությունների կատարման հանրային քննարկումներին կամ զրկված լինեն այդ քննարկումներին մասնակցելու հնարավորությունից եւ երրորդը այն է, որ պետք է առնվազն իրենց գործունեության վերջին 2 տարիները գործունեություն ծավալած լինեն այդ ոլորտում եւ այս 3, ինչպես ասում ենք, 3 պահանջները պրակտիկայում բավական անհնար են դարձնում այս իրավունքի իրացման հնարավորությունը եւ երկրորդ ոլորտը հաշմանդամություն ունեցող անձանց պաշտպանության ոլորտում նախատեսվում է կրկին 3 հիմնական կետ։ Առաջի պահանջը այն է, որ պետք է կամ խախտված լինի հաշմանդամություն ունեցող անձանց խմբի հաշմանդամության հիմքով խտրականությունից պաշտպանվելու իրավունքը կամ խախտված լինի որևէ հաշմանդամություն ունեցող անձի այդ իրավունքը եւ վերջինս հնարավորություն չունենա ելնելով իր առողջական վիճակից կամ այլ հանգամանքներից ինքը անձամբ իրականացնել իրավունքների օրինական շահերի պաշտպանությունը դատարանում։ Սա առաջին կետն է։ Երկրորդ կետը կրկին հղում է կատարվում կազմակերպության ուրեմն կանոնադրական նպատակներին, որ պետք է սահմանված լինի դա որպես նպատակ եւ մեկ հավելյալ այս կետում պահանջել կա, որ պետք է կազմակերպության ուրեմն անդամների պարզ մեծամասնությունը լինեն հաշմանդամություն ունեցող անձինք եւ երրորդ պահանջը կրկին դա շրջակա միջավայրի պահպանության ոլորտում պետք է վերջին առնվազն 2 տարում գործունեություն ծավալած լինի տվյալ ոլորտում եւ այստեղ նույնպես ինչպես տեսնում ենք բավականին խիստ պահանջներ են եւ իրավաբանների հայկական ասոցիացիան տարիներ շարունակ ջատագովություն իրականացրել այս ոլորտում, որպեսզի հասկան կազմակերպությունների համար ակցիո պոպուլարի սկզբունքը ամբողջապես ներդրվի Հայաստանի Հանրապետությունում եւ ոլորտները ընդլայնվեն եւ նաեւ պահանջները մեղմվեն եւ երկու խոսքով էլ անդրադառնամ այս պայն գործող նախաձեռնությունների զարգացման միտումներին մարդու իրավունքների պաշտպանության ազգային ռազմավարությունը եւ վերջինիցս բխող 2023-25 թվականների գործողությունների ծրագրով այս խնդիրները որոշակի չափով արձանագրված են եւ նաեւ նախատեսված է գործողություն, որով առաջարկվում է եւ ընդլայնել ոլորտները, օրենսդրական փոփոխություններ իրականացնել, ինչպես վարչական դատավարության, այնպես էլ քրեական դատավարության օրենսդրություններում եւ այստեղ ներառել հանրային նշանակության կարեւորության հարցերով այլ ոլորտներում կոլեկտիվ շահերի պաշտպանության իրավունքի իրացումը եւ նաեւ նախատեսվում է այս գործող 2 ոլորտներում արկա խիստ կարգավորումները եւս վերանայել եւ այս մասով սա ողջունելի է, սակայն եթե մենք դիտում ենք 24 թվականի հաշվետվությունը մի ռազմավարության գործողությունների ծրագրի կատարման, տեսնում ենք, որ արդեն կատարողականի ցուցիչ էր սահմանված 24 թվականի համար, կատարողականի թիրախ էր սահմանված, որ արդեն պետք է օրենսդրական նախագիծը մշակված ներ եւ ներկայացված ներ կառավարություն, սակայն դեռ վերջինս չի ներկայացվել կառավարություն, բայց պատգամավորների կողմից կա այսպիսի օրենքի մշակման աշխատանքներ, գտնվում է քննարկման փուլում եւ վերջիններս պետք է հանդես գան օրենսդրական նախաձեռնության, բայց դեռ 2024 թվականի դրությամբ այդ նախաձեռնությունը չունենք։